Հնարավոր է Պուտին-Զելենսկի տետատետ հանդիպում, Կրեմլում ասում են հնարավոր է, բայց որոշ նրբություններ պարզելուց հետո։ Մենք դա հնարավոր ենք համարում, բայց հենց աշխատանքի արդյունքում եւ երկու կողմերի համաձայնությունների տեսքով որոշակի արդյունքների հասնելուց հետո։ Երեկ Ստամբուլում հենց երկու երկրների ղեկավարների հանդիպման հարցն է բարձրացրել ուկրաինական պատվիրակությունը։ Ռուսական կողմը չի մերժել հարցը քննարկել Մոսկվայում։ Ամեն դեպքում կիսատ է մնացել Ստամբուլյան հանդիպումը, երկու կողմն էլ հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն։ Հստակ համաձայնության են եկել միայն գերիների փոխանակման շուրջ 1000-ի դիմաց։ Հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխանակումը։ Ըստ պաշտոնական աղբյուրների ուկրաինական կողմին է հանձնվել զոհված զինծառայողի 999 աճյուն, ռուսական կողմին 34 աճյուն։ Կիևը դժգոհ է։ Ստամբուլյան բանակցությունների ժամանակ ռուսները մի շարք անընդունելի պահանջներ են ներկայացրել իրենց թիմին։ Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով Կիևը պետք է մանրամասն ուսումնասիրի Ստամբուլյան քննարկումները, հետո գնահատական տա դրանց։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների Պուտինի ուղարկած բանագնացները ավելի անիրատեսական պահանջներ են հնչեցրել, քան նախկինում։ Ռուսաստանը պահանջել է, որ Ուկրաինան չեզոք կարգավիճակ ունենա, երկրի տարածքում չլինի որևէ օտարերկրյա զինվոր կամ զանգվածային ոչնչացման զենք։ Կիևը որևէ փոխհատուցում չպետք է պահանջի Մոսկվայից, իսկ Ղրիմն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանին անցած 4 շրջանները ճանաչի ռուսական տարածքներ միջազգային մակարդակով։ Ռուսական դիրքորոշումն ակնհայտորեն անընդունելի է, եւ սա առաջին դեպքը չէ։ Մենք շարունակելու ենք գործել միասին։ Այն, որ ռուսական կողմի դիրքորոշումն այս բանակցություններում կոշտ էր, չեն ժխտում անգամ իրենք, ռուսները։ Ռուսական պատվիրակության ղեկավարի խոսքով այդպես չէր լինի, եթե Կիևը համաձայներ խաղաղության առաջարկին 2022 թվականին, երբ ռազմական գործողություններից ընդամենը 4 օր անց կողմերը բելառուսական Գոմելում առաջին անգամ ուղիղ բանակցություններ սկսեցին։ Ժամանակը նախկինում դանդաղ էր ընթանում, հիմա ամեն ինչ շատ ավելի արագ է։ Գիտեք, Բիսմարկը, որ երկար տարիներ դեսպան էր Սանկտ Պետերբուրգում, շատ լավ ռուսերեն գիտեր եւ ընդհանուր առմամբ զգում էր Ռուսաստանը։ Հասկանում էր Ռուսաստանը, հասկանում էր Ռուսաստանի եւ Գերմանիայի ընդհանուր շահերը։ Միշտ ասում էր. երբեք մի փորձեք խաբել ռուսներին եւ ինչ որ բան գողանալ նրանցից։ Ժամանակը կանցնի, վաղ թե ուշ ռուսները միշտ գալիս են իրենցի հետևից։ Ահա, ռուսները միշտ գալիս են իրենցը վերցնելու։ Գոմելում Մոսկվան պահանջում էր Կիևից հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնությունից եւ ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ Կիևը ուզում էր Ուկրաինայից ռուսական զորքերի լիակատար դուրսբերում եւ տարածքային ամբողջականության ճանաչում։ Հետո կողմերը հանդիպեցին Բրեստում ու նույն թվականի մարտի 29-ին Ստամբուլում։ Թվում էր համաձայնության են եկել Թուրքիայում, բայց ամեն ինչ տապալվեց, երբ ուկրաինական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից։ Բանակցային այս քաոսի մեջ ռազմական գործողությունները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ալեքսանդրապոլ բնակավայրը։ Այսօր առավոտյան էլ ռուսները Սումիում հարվածել են ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։